Ողջույն, բարի երեկո, ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ, երևի թե արժեր 3 եթեր անել, բայց երբեմն պետք է լինում ինչ-որ թեմայի վրա, ինչպես ասում են, օրինակ ովքեր որ սովորել են, որևիցե հաստատությունում լսած կլինեն, որ ասում են ինչ-որ մի մտքի հետ պետք է մի հատ քնես ու զարթնես, հետո նոր միայն խոսես, առավել ես, եթե դա հանրային տիրույթում է տեղի ունենում։ Իսկ խոսելիքներ շատ կան, մի քանիսին կփորձենք անդրադառնալ համառոտ, եւ թերևս մի քանի թեմա, տարբեր թեմաներից ենք խոսելու, այնուամենայնիվ չեմ կարծում շատ երկար եթերը կլինի, հնարավոր է նաև մի փոքր շփվենք նաև Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ուստի կխնդրեմ ժողովուրդ ջան կիսել տարածել եթերը, եթե կոնտենտը կզգաք որ ձեզ հետաքրքիր է։ Իսկ ովքեր բաժանորդագրված չեն, խնդրեմ կարող եք բաժանորդագրվել։ Մեկնաբանությունների ժամանակ առ ժամանակ հայաց կնետեմ, բայց կխնդրեմ որպեսզի մեկնաբանություններում անգամ եթե լինում է հակառակ կարծիք, միևնույնն է խոսել իրար հետ հարգալից կամ առնվազն չվիրավորել իրար։ Շնորհակալություն նախապես։ Ուրեմն մի քանի օր առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ։ Ես տեսանյութը տարածողների մի մասը հենց իմ ընկերներն են, մի մասի հետ խոսել եմ, մյուս մասի հետ այդքան էլ, Facebook-յան ընկերներ էլ կան, ում հետ որ այդքան էլ ընկերական կապեր չունեմ, չնայած երբեմն հետևում եմ նրանց կոնտենտին ինքս։ Այսինքն խոսքը նրա մասին չէ, որ վայ սխալ են արել, ճիշտ են արել, բացարձակ։ Խոսքը պարզաբանման մասին է, բայց թույլ տվեք շատ չմանրամասնել, որովհետև լինում են թեմաներ, որտեղ որ չի կարելի շատ խորանալ, հա։ Ամեն դեպքում, ասենց ընդհանրական բանով կանցնեմ, մնացածը ձեր վստահելիությունն է, ինչպես ցանկանում եք, այդպես կարծեք։ Ուրեմն վերջերս այս տեսանյութը տարածվեց, եթե չեմ սխալվում, առաջինը Նատալին էր Ալեքսանյան տարածողը, հետո տեսա նաև Էդվինի էջում, տեսա Ռոման Բաղդասարյանի էջում, Էդվինի հետ անձամբ զրուցել եմ, նա իմ կարծիքով հասկացավ իրավիճակը ու հետո չգիտեմ եթերով անդրադարձել է թե չէ, Ռոմանը Բաղդասարյան առհասարակ իր մոտից հանեց դա, եթե ինչ-որ մի բան վիճելի էր այդ աստիճան, նա որոշեց չփայի, ինչի համար ռեսպեկտ Ռոման ջան, շատ շնորհակալություն հարգանքի եւ նման մոտեցման համար, չնայած ես չէի զանգել որպեսի ջնջեն կամ հանեն, այլ բացատրեի, որ ինչն է իրականությունը մոտ, ինչը ոչ։ Իհարկե դրատակ կային մեկնաբանություններ, խոսքը Խարբերթի տեսանյութի մասին է, հեսա ցույց կտամ կհիշեցնեմ։ Կային մեկնաբանություններ, մի մասը ասում են, որ դա այդպես չի, Խարբերթի բնակիչներ, իսկ մյուս մասը պնդում են, որ դա այդպես է եւ շնորհակալություն տարածելու համար։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ամեն մեկի պատկերացումները մի իրավիճակի մասին կարող են այլ լինել։ Հիմա թույլ տվեք այդ տեսանյութը ձեզ ցուցադրել ու մի քանի բառով արտահայտել սրա մասին։ Խնդրեմ։ Որ վիճակը ոչ մի ֆուստիկան, ոչ մի հսկողություն, դնեմ սկզբից, հա։ Գրում եմ մի քաղաքացի, որ չունի ոչ մի կրթություն, ներողություն եմ խնդրում գրագետ չգրելու համար։ Ապրում եմ Խարբերդի դաչաներում, եւ այստեղ երիտասարդները, տղաների ծնողները ապրում են վախի մեջ։ Խաղամասում կա մի տղամարդ 40 տարեկան մոտ, որը սարքում այսպես ասած երիտասարդների գլխին եւ փողերը կորզում ծնողներից։ 20 հոգով ծեծում են երիտասարդներին, զենք է կիրառում, անգամ եւ ոստիկանությունը ոչինչ չի անում, քանի որ մեր թաղամասը պատկանում է Շենգավիթ համայնքին, եւ Շենգավիթի ոստիկաններից մեկը իր քավորն է։ Հենց ում վարանցին եղել է դանակահարություն եւ դանակահարողին ոստիկանություն չեն տարել։ Խնդրում եմ շատ իմ ապահովության համար, իմ անունը չբարձրացնեք։ Իսկ սա ոստիկանն է, որ աշխատում է Շենգավիթում ու իր քավորն է, երեխեքը վախի մեջ են ապրում, ահա որ վիճակը, ոչ մի ոստիկան, ոչ մի հսկողություն, ոչ մի բան, ես դաժե կարող եմ իր մեքենան ուղարկել, որ օպեին ստուգեք, ինքը մեքենայում զենք ունի, որ օպեին ստուգեք, ու հարձակվում են 20 տարեկան երեխեքի վրա, ծեծում են երեխեքին, ապատվում են, իրանց մեկը դուր չի գա, դաժե կանանց վրա են հարձակվել, ամառը եղավ կռիվ, ինքը օտել գրագե 102-ի զանգե, դաժե ինքը հեռախոսի համարն էր իմացել ով էր զանգող եղել 102, այդ մարդկանց վրա կռիվ էր գնաց, այդ մարդկանց տամ տղամարդկանց վրա։ Գիտեք ինչ, ուղղակի հիմա այդ թիվը չէ էլի, օրենքի երկիր է դառնում, դեպի բարելավում են գնում, ուժել է այս երիտասարդները պետք է ապրեն վախի ու սարսափի մեջ, ավելի շատ ծնողները։ Ձեզ գրում եմ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, որ այս նյութը բավականին կեղծ է, սուտ է։ Այո, պատահում է, որ մենք նույնպես շփոթվում ենք, վստահում ենք քաղաքացիներին ու տարածում ենք որոշակի թեմաներ, չնայած ես ինքս մինչև մի քանի ֆիլտրով ճշտեմ, մանրամասներ չիմանամ, ընդհանուր մինչև անհանգստություն տվյալ դիմողին անհանգստություն պատճառելու գնով չիմանամ, չեմ հրապարակում չեմ անի, բայց միևնույնն է, լինում է նման դեպքեր, ինչի համար ես բնականաբար չեմ դատապարտում մյուս գոլեգաներին այս առումով, բայց պետք է միանգամից ասեմ, որ սա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Շատ դետալներ թույլ տվեք չմանրամասնել, որովհետև գիտեք ինչ տղերք ինձ կհասկանան, կան բազարներ, որոնք լինում են սառեցված ու պետք չի մտնել այդտեղ, շատերը կհասկանան ինչի մասին է խոսքը, բայց ընդհանուր էսպես է։ Նախ եւ առաջ այն 3 երիտասարդների նկարով որ ֆոտո կար, ասեմ, որ այդ տղաներից մեկը մի քանի ամիս առաջ է մահացել։
Մյուսը գտնվում է դիրքերում, ով մշտապես հիմնականում դիրքերում է լինում, կամավորական է, ու տենց ինքը ավելի շատ դիրքերում է անցկացնում իր ժամանակը։ Ինչքան հասկացա, տեղյակ չի, որ նման նյութ է տարածվել։ Ամռանը այո, եղել է վիճաբանություն, ու սկսողը հեչ էս մարդիկ չեն եղել են շատ ուրիշ մարդիկ ու շատ այլ ձևով են սկսել։ Կրակոց նույնպես եղել է, գիտեք ինչ, եթե մի 50-100 հոգով գալիս ենք էս տեսնելու, դուք էլ մի 10-15 հոգով եք, իմ կարծիքով ուրիշ ճար չի մնում, քան մի հատ վախացնելու համար պոտ կրակելը։ Դանակահարությունը նույնպես եղել է, բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ դանակահարել են եկողները իրանք իրար մեջ, մթության մեջ, այս մեկը մյուսին միամիտ խփել, դե կաղմաս արդեն տարել է։ Այստեղ սուտ է, որ խավոր սանիկ հարաբերությունների մասին ասեմ սուտ է, եւ այն մարդը, ով աշխատում է, ցույց տվեցին, որ այ ինքն էլ ոստիկանությունում, բայց Շենգավիթ ոստիկանությունը, չգիտեմ, դա նույնպես սուտ է, որովհետեւ այս գործով զբաղվում է կամ զբաղվել է, չգիտեմ, քաղաքի քրեականը, Շենգավիթ ոստիկանությունը առհասարակ դրա հետ կապ չի ունեցել։ Այնտեղ կան եղել են Խարբերդում ժողովուրդ չեն, եղել են շատ վատ բարքեր ժամանակին ու այն մարդու մասին, որ խոսում են կամ փորձում են իր մասին խոսել, ճիշտ հակառակ այդ մարդը կարողացել է որոշ բաներ կանոնի վերածել, ինչը շատերին դուր չի գալիս։ Այստեղ կա իհարկե նաև քաղաքական կոնտեքստ, բայց այդտեղ թույլ տվեք նույնպես չմտնել, որովհետև ամեն դեպքում մի խոսքով ասել, որ գիտեք, չէ, անմեղ մարդիկ են, սուրբ են եւ այլն, ոչ, բայց ասենք, դրսի տվերք են, բայց ամեն ինչ այնպեսին չի, ինչ որ ներկայացվում է։ Եվ ես կարծում եմ, որ այն ուժերը, ովքեր որ հանրապետականների ժամանակ լավ ապրել են, փորձում են ներսից այն մարդկանց, ովքեր որ 21 թվականի ընտրություններին բավականին adekvat իրենց պայեցին, այս միջոցով այդ մարդկանց անունը փախարակել եւ Խարբերդը վերցնել նորից իրենց ազդեցության տակ։ Սա իմ ուղիղ գնահատականն է, հավատացեք, իմ այս գնահատականը բխում է չափազանց մանրամասն շատ բաներ իմանալուց։ Էլ եմ կրկնում, ամեն իմացածս ամբողջովին չեմ բացելու, այստեղ ձեր վստահել կամ չվստահելու հարցն է։ Այս մասով, իմիջիայլոց, երբ որ առավել եւս երբ որ նման թեմաների շրջանակներում կանայք են զանգահարում, ես մի քանի անգամ ավելի շատ եմ փորձում ուսումնասիրել, որովհետեւ կանայք որպես կանոն վեճերի հանդեպ ունենում են այլ պատկերացումներ, հա, եւ այլ մեկնաբանություններ։ Նորմալ է։ Ես սա չեմ հանկարծ սեքսիստական հայտարարություն չընդունեք որպես։ Այնպես որ ես սրան լուրջ չի վերաբերվի, հատկապես այդ տիկնոջ խոսքին, ով ուզում է, որ հանկարծ իր մասին չիմանան կամ որևիցե մեկը եւ այլն։ Նման դեպքերում դժվար չի իմանալ, բայց տիկնոջը նույնպես ասեմ, որ կարող եք հանգիստ լինել, որևիցե մեկը չել հետաքրքրված չեն, որ ձեզ իմանան։ Որովհետեւ մի թեմա է եղել անցել է, բայց ես ուզում եմ հասկանանք, մարդ, ում դռան դեմը բերում ծաղկեպսակ են դնում, ծաղկեպսակ։ Իմիջիայլոց հետո մասնավոր զրույցներով փոխել էին ամբողջ պատմությունը, իբր այս մարդն է ծաղկեպսակ դրել որևիցե մեկի դռան առաջ, հասկանում եք։ Այդ աստիճան ստեղ սխալ ինֆորմացիաներ կան։ Այնպես որ խնդրում եմ լուրջ վերաբերվեք, կամ ձեր գործն է։ Ինձնից ասում էր ասելը։ Այո, այնտեղ մարդիկ կան, ովքեր ունեն մի մասը երբեմնի պաշտոնյաների հետ, թեկուզ ժամանակակից, մյուս մասը նախկինների հետ, բայց այդտեղ նույնպես շարժի շատ խորանալ։ Եթե իմ այս եթերից հետո ուղիղ ինձ կփորձեն ներքաշել այս պատմության մեջ ու ինչ որ ձև կողմերից այն մեկը, որ հասկանում որ հնարավոր է փորձեն ներքաշել, այդ ժամանակ ես այս ամբողջ պատմությունը մանրամասն կպատմեմ։ Այս պայմանությամբ, եթե չեմ սխալվում, անգամ հնարավոր է որ գործ ուսումնասիրում, բայց հանցակազմի բացակայության բանով կարծեմ կանգնած է այդ գործը։ Եվ հանցակազմի բացակայությունը հենց դրա մասին է։ Իմիջիայլոց, ովքեր որ տուժել են ոստիկանները հենց այդ տուժող կողմին էին, այսինքն այս մարդկանց էին ու իրենց ընտանիքի անդամներին էին հատատ տարել ժամերով բայել ոստիկանությունում դեռ այդ ժամանակ։ Այսինքն նրանք, ովքեր որ այս բորշը էփել են ժամանակին, իրենք կարողացել են իրենց նախկին կապերով ավելի բարդ վիճակի մեջ դնել, չգիտեմ ինչի ու վրեժխնդրության երևի մի բան առաջացել։ Եվ հիմա էլ փորձում են այսպիսի բաներ կազմակերպել, որպեսզի լրիվ sense շուռ տան ամեն բան։ Սա իրականության հետ ունի կապ մոտավորապես 10-ից 15%-ով։ Այսքանը ձեզ ասեմ, անցնենք առաջ։ Սա դրա վերաբերյալ շնորհակալություն եւ դարձյալ հուսով եմ իմ
ընկերները ասածս մարդիկ կշարունակեն իրենց գործունեությունը, որովհետև իրենց գործունեությունը ընդհանուր առմամբ, այո, մենք բոլորս էլ փորձում ենք բարձրաձայնել տարբեր հարցեր, խնդիրներ, եւ նման բաները նրա համար չեն, որ որոշենք, այ ուրեմն այդ պետք չի շարժվի, ոչ, կարելի է շարունակել, հատկապես որ նման դեպքերում աղմուկը այնքան մեծ լինում, որ հավելյալ ձևով ներքաշվում են համապատասխան մարմինները դարձյալ աշխատանքին, բայց այս անգամ իմ կարծիքով այսպես է ստացվել, ոչինչ, լավ կլինի։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, ու ասենք իրենց ընդհանուր առմամբ կատարած աշխատանքի համար, չնայած հանուն անկեղծության ասեմ, որքան էլ որ մենք որոշակի կապեր ունենք իրար հետ, այնպես չի որ օրական իրար տեսնում ենք, կարող ամիսներով անգամ իրար չտեսնենք, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ մենք գաղափարապես նույն ուղղության վրա ենք, պարզապես երբեմն կարող եմ եթերներից որևիցե մեկը մյուսը այնքան էլ համաձայն չլինի դրա հետ կամ հակառակը ես կարող համաձայն չլինեմ շատ խոսույթ, որովհետև ամեն դեպքում տարբեր մարդիկ ենք եւ անում ենք ինչ որ անում ենք մեր սրտից մեր թղթի գարա կամ մեր իմացածով։ Հիմա թույլ տվեք ներկու մեկնաբանություն ու անցնեմ առաջ։ Նիկոլը ոչ հապկից է դուրս գալիս, ոչ էլ Եվրոպա կգնա։ Էլի թավիշ կանի սաղովի։ Անդրեյ ջան, ես չեմ կարծում, որ դու խորքային տիրապետում ես իրավիճակին ու դրա համար ես դա ասում, ինձ թվում է թե դու կրկնում ես այլ բաներ։ Նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությունը եւ վարչապետը Իմիջայլոց եկեք դե որ սենց է խոսակցությունը գնում, միանգամից Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին էլ միակ դիմեմ, որովհետև գիտեմ, որ այս ընթացքում Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին փորձում են խաբել, համոզել, ազդել նրանց կարծիքների վրա, թե իբր տեսակ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ելույթում ռուսերենով ասեմ զադնի դրեց։ Ու փորձում են այդ թեման տարածել։ Սիրելի Ռուսաստանում բնակ հայրենակիցներ, ոչ մեկ ոչ զադնիա դրել, ոչ խալաստոյ, ոչ էլ ինչ-որ մի բան։ Հայաստանի Հանրապետությունը եւ իշխող բանը ուժը իրենց ծրագիրն են իրականացնում այնպես, ինչպես որ բացեիբաց հայտարարել են։ Ես չգիտեմ առհասարակ ով ոնց է վերաբերում, բայց ես կարծում եմ, որ այս իշխանությունների նման ոչ ոք այդքան անկեղծ ու պարզ չի եղել, անգամ իրենց սխալների մասին, անգամ ընդունելու մասին ինչ որ հարցում իրենց մեղք եւ այլն, շատ պարզ ու բաց են եղել։ Այդ իմաստով այսօրվա իշխանությունները շատ հստակ ասել են, որ գոնե առայժմ ինչքան որ ասել են Հայաստանը ուր է գնում արևմուտք թե հյուսիս թե հարավ թե ուր մշտապես Նիկոլ Փաշինյանը ասել է որ մենք Հայաստանը ոչ մի տեղ չի գնում Հայաստանը իր տեղում է մնում եւ Հայաստանը կենտրոն քաղաքականություն է գնում զրո թշնամություն զրո թշնամի բանով հա այդպեսի ելույթներ են եղել ես չգիտեմ Ռուսաստանում ձեզ ցույց տվել են թե չէ բայց այդպես է եղել հապկից դուրս գալու մասին իշխանությունները երբեք չեն խոսել ճիշտ հակառակ դրա մասին շատ խոսել է անդիմությունը եւ ազգային ժողովի ընդդիմությունը է թվում, հա, ինչ որ վայնասուններ են կապել եւ այլն եւ այլն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը մշտապես Նիկոլ Փաշինյանին մեղադրել է, որ դանդաղում է ու հապկից դուրս չի գալիս։ Նիկոլ Փաշինյանը իր հերթին հապկից դուրս գալու խնդիր չի դրել, այլ սառեցրել է հարաբերությունները եւ այո, մի առիթով էլ ասել է, որ հարկ եղած դեպքում մենք կվերանայենք ու նոր որոշումներ էլ կընդունենք։ Բայց ես ուզում եմ մի բան հասկանանք, ժողովուրդ ջան։ Ոնց է կարծում, եթե մենք խաղաղության խաչմերուկ թեման ենք փորձում առաջ տանենք, որը տեսնում եք, որ շատ դժվար է ծանր է գնում։ Խաչմերուկ ասված է ինչի մասին, ասենք ինչ է նշանակում խաչմերուկ։ Ես առաջարկում եմ վերցնել աշխարհի քաղաքական քարտեզը, նայել Հայաստանին, պատկերացնել, որ դա խաչմերուկ է, ու տեսնել խաչմերուկը ինչի եւ ինչի միջև։ Եթե կողմերից մեկին դու չես կարողանում մի բան բացատրել, դա դատարում է խաչմերուկ լինելուց։ Եթե այո, բոլոր կողմերի հետ պետք է աշխատել եւ աշխատում են։ Հիմա հնդածս ինչպես կստացվի։ Եթե կարծում եք, որ ես գոհ եմ Ռուսաստանից, չարաչասխալում եք, ճիշտ հակառակ ես այն մարդն եմ, որ զարմանում եմ, ոնց կարելի է ռուսամետ բաներ քաղաքական գործիչներին առհասարակ լուրջ վերաբերվել։ Սա չի քննարկվում։ Բայց պետությունն ու Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը իրար թշնամի չեն ընկալում։ Ուզում եք թշնամի ընկալեն իրար։ Հայաստանի Հանրապետությունը հապկ անդամ է, բայց սառեցած հարաբերություններով։ Այո, եղել են լրջագույն հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Ոչ թե փակվեն ու արհամարեն իրար բան, այլ պետք է լուծվեն։ Մենք պետություն ենք։ Մենք այո, որևիցե մեկի հաշվին մյուսի հետ չենք շփվում։ Գիտեք ինչ, ու դա ամենաճիշտ ուղղությունն է, որովհետև ու ես չեմ ասում, որովհետև նման ինտերվյու եղել իմ մշտական հետևորդները, իմ տեսանկյունները, իմ պատկերացումները շատ հիանալի գիտեն, հա, այս իմաստով։ Այսինքն ես շարունակում եմ պնդել իմ միտքը ու այն որ շատ տեղերում համընկնում է Նիկոլ Փաշինյանի ասածների հետ։ Եվ ես այդքանով գոհ եմ, որ իրենք հենց այդպես են վարվում։ Այսինքն մեզ այլ կայսրությունները օգտագործում են իրար դեմ։ Հիմա մենք ոչ մեկի հաշվին, ոչ մեկի դեմ մյուսի հետ ընկերություն չենք անում։ Ես կարծում եմ, սա նորմալ է, սա Հայաստանի կենտրոն եւ բազմաբևեռ քաղաքականությունն է։ Իմիջայլոց խուշեմ մեր ընկերոջը, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը խոստացել է հենց դա, բազմաբևեռ հարաբերություններ։ Եվ կարծում եմ իր խոստումը առաջ է տանում։
Ինչ որ պահի զարգացումները ինչպիսին կլինեն, ասենք օրինակ 20-21 թվականներին չէր կարելի պատկերացնել, որ հապկի այդ հարաբերությունները պաշտոնական մակարդակում կսառեցվեն, չէ՞, բայց իրավիճակները բերեցին դրան։ Ապագայում իրավիճակները ինչի կտանեն։ Ըստ այդմ որոշումներ կընդունվեն։ Բայց մի բան հաստատ է, որևիցե մեկը որևիցե բանի զադնի չի դրել։ Զադնի, իմիջիայլոց Ռուսաստանի մեր շատ սիրելի հայրենակիցներին ասեմ, զադնի մտածում էին ոնց դնեն Մարգարիտա Սիմոնյաններն ու մյուսները։ Հա, ասենք Անդրեյ, ты слышишь меня? Այո, Ամերիկան շանս է տալիս, ոչ միայն շանս է տալիս։ Ամերիկան մտել է տարածաշրջան։ Եվ մտել է ոչ մեր սիրուն աչքերի համար։ Ամերիկան աշխատում է մեր կառավարության հետ։ Եվ այո, վաղը մյուս օր, եթե հանկարծ ինչ-որ բան փոխվեց ու հանկարծ ռուսամետ ուժեր որոշողները դարձան, Ամերիկան չի շարունակելու աշխատել։ Ու ոչ միայն թրիփի ուղու մասով, այլ շատ հարցերում։ Դա այսօրվա իշխանությունների ձեռքբերումն է։ Հիմա դու ասում ես, որ չէ, այսօրվա իշխանությունները այն ինչ-որ գիշերը դու գիտես հեշտ է եղել, բերել իրենց այստեղ։ Հիմա, եթե այսքան գիշեր ցերեկ աշխատելով բերել են այստեղ, իրենք չեն հասկանում, թե հետո ինչ պիտի անեն։ Ոնց է պատկերացնում։ Գիտեք, սա մի փոքր ինձ համար ամոթալի անգամ, որ մենք այդքան անլուրջ վերաբերմունք ունենք պետության իր ինստիտուտների գործունեության հանդեպ։ Այո, մենք կարող ենք դատապարտել, որովհետև մեր ինստիտուտները ցավոք սրտի կայացած չեն եղել, հիմա գնում այդ process-ը, բայց այսքան անլուրջ վերաբերում չի կարելի որ լինի։ Եվ Միքայելյանի մտածողություն նույնպես չի կարելի։ Ես մեկ օրինակ բերեմ, հա։ Ուրեմն ձևիցներին անդրադառնալու եմ իրանց։ Ինչ որ սահմանադրագետներ նստել էին ու պատմում էին, թե ոնց կարելի է շրջանցել այս կամ այն կետը եւ սենց անելով, բերել դարձնել երրաքաղաքացի կամ երկքաղաքացի մարդուն, ով չի ապրել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում մշտապես, դարձնել վարչապետ։ Ու դա անում էին այնպեսի դեմքի sense բան ժպիտով եմ, որ sense ինքնավստահ տոնով։ Շատ-շատերը ծափահարում էին։ Ես անկեղծ պիտի լինեմ այստեղ։ Դա ինձ համար զզվելի մի հատ տեսարան էր, չէ, ծափահարումները չէ, ոչինչ, դե մարդիկ են ինչքան հասկանում են ծափահարում։ Զզվելի տեսարան էր նայել, թե ինչպես են սահմանադրագետները ազգությամբ Հայաստանի Հանրապետության շատ լուրջ դեմքով, sense հաղթական հայացքով պատմում, որ մեր սահմանադրությունը ունի տես լազեիկա, որ կարելի է երկքաղաքացիություն ունեցող մարդուն, ով վերջին տարիներին չի ապրել Հայաստանում, ինչ որ ձև դարձնել վարչապետ։ Հասկանում եք, դա ինչի մասին է։ Դա նրա մասին է, որ այս սահմանադրագետները կամ այս իրավաբանները այսքան չեն մտածել մեր պետության ամրության մասին եւ սահմանադրության ամրության մասին, ավելի կատարյալ դարձնելու մասին։ Նստած գլուխ են գովում, որ սահմանադրությունը ունի լազեիկա։ Դե մի կողմ դնենք, ինչքանով ունի, ինչքանով չէ կամ որքանով է դա հնարավոր, որքանով չէ։ Բայց նստած գլուխ են գովում, իրենք լինելով դրա մասնագետները, նստած գլուխ են գովում, որ մեր սահմանադրությունը ունի խոցելի տեղեր։ Սա զզվելի տեսարան էր ինձ համար։ Զզվելի տեսարան էր, բայց կներեք, եթե մեր սահմանադրությունը ունի խոցելի տեղեր, անկախ նրանից թե ով է ղեկավարը, բայց դուք եք մասնագետներ, դրա մասին մտահոգ չեք եղել, բավական դրա մասին մտահոգ չեք եղել։ Այսօր ինչ բարոյական իրավունքով դուք կարաք նստեք քննարկեք, թե մեր սահմանադրությունը փոփոխման ենթակա է թե չէ, Ալիևի հրահանգով արվում, չգիտեմ, ում հրահանգով, Ալիևի հրահանգով հենց կակրած դուք չեք լավը դարձրել։ Ալիևի հրահանգով կակրած Ռուսաստանը հենց չի թողել, որ դա լինի պետության սահմանադրություն։ Ալիևի հրահանգով կակրած, երբ որ սահմանադրական հանրակրվեր, տանում լցոնումներ էի կանում, եւ դուք երջանիկ եք։ Այս է Ալիևա տիպերի հրահանգով արածը։ Բայց դուք մի հատ ձեր խղճի հրահանգով, ձեր մասնագիտական տվյալները օգտագործելով մի հատ բառ ասեիք էլի ժամանակին։ Բախի չեք ասել։ Դա է եղել ձեր վերաբերմունքը, թե սահմանադրությանը, թե պետությանը, բնականաբար, մեկը մյուսի հետ փոխկապակցված է սպարագայում հատկապես։ Դա սարսափելի է տեսնել։ Ես օրինակը ասած բերեմ, ես ինքս դերասան եմ իմ մասնագիտությամբ։ Ես ինքս խաղացել եմ սերիալներում։ Սերիալը վատորակ արտադրանք է։ Որ բայց որ ես զգացել եմ դրա ռազմավարական բացասական էֆեկտը, այո, ռազմավարական, ես այս բառից չեմ խուսափի։ Իմ պետության համար ես այդ բայց դադարել եմ, համ բարձրաձայնելու խոսել եմ դրա մասին, համ դադարել եմ նկարահանումս ցանկացած տիպի բազմասերիալոց սերիալում։ Ասել եմ, հա, շորտ սերիալ լինի, հետաքրքիր պատմության վերաբերյալ կարելի է, բայց ինձ այլևս երբեք որևիցե մեկը դու չզանգեցնես։ Այսինքն ես այսօր եթե խոսեմ այս կամ այն սերիալի լավը կամ վատը լինելու թույլ կամ հետաքրքիր լինելու մասին, որևիցե մեկը չի կարող ինձ ասի, բա դու էլ ես դերասան, դե դու լինեիր այն անել։ Չի կարող, որովհետև ես պարզ ու անկեղծ իմ դիրքորոշումը թե հայտնել եմ, թե դրա դեմ մարտնչել եմ անգամ։ Բայց դուք չեք դրա դեմ աշխատել։ Դուք լինելով սահմանադրագետ
իմանալով լազեիկաների մասին, թողել եք որ ինքը տենց խոցելի մնա։ Իսկ եթե ասենք Սամվել Կարապետյանը չի, մատ ուրիշ երևույթ է, ուրիշ իրավիճակ է, ուրիշ մի մարդը պատահականությամբ բերումով գալիս փողեր ծախսելով արտաքին ազդեցության տակ, ինչ որ բաներ անում ու դառնում վարչապետ, ինչպես արեց օրինակ Քոչարյան Ռոբերտը, որը շատ լրջագույն վնասներ բերեց Հայաստանի Հանրապետությանը եւ ինչ որ հենց Արցախի կորուստն էլ հետը։ Հիմա մի երկու բառով կմանրամասնում, շատերը թող շատ չվատանան, հեսա կմանրամասնում։ Բայց ո՞նց հասկանանք։ Գիտեք, մենք այս կողմից շատ հասար ներողություն, շատ ինֆանտիլ պատկերացումներ ունենք։ Շատ դեգրադացած Միքայելյանի մոտեցումներ։ Ուրեմն դեռևս 2021 թվականներին, երբ որ օվում տենում հաջորդ քայլափոխին մեր գերիները, եթե արեցեք մի հանգստացեք, եթե դուք իսկապես ուզում եք գերիների երես տենակ ինչ որ մի օր, դադարեք խոսելուց դրանից, որովհետև մեր թշնամին դա տեսնում է։ Հասկանում է, որ դա թանկ արժի մեր համար, բնականաբար թանկով է ծախելու։ Որովհետև ուղղակի չի տալու։ Ռուսաստանն էլ հասկանում եք արդեն Ռուսաստանն էր մի ջայլոց պատասխանատու նոյեմբերի 9-ի պայմանավորվածության։ Տեսնում ենք ինչ պոզիցիա է բռնել։ Մի արեք, տեսնենք ինչ ալինում։ Եղաններով հարցակվեցիք, փաստորեն ստացվեց, մենք մտածողը չենք, դուք մտածողն եք։ Հետո տեսակ ինչ պատմություն դարձավ արդեն։ Եթե դուք կարողանայիք ձեզ մի քիչ զուսպ պահել, թշնամին տեսնել չէ, գերիներին բայց դա չի կարողանում մատերիալիզացնել ինչ որ մի կերպով, ինչ որ նախապայմաններ, ինչ որ կներեք այս բառի համար էս բարակայում վաճառք, ինչ որ մի բանի դիմաց, այսպեսի բաներ չէր լինի, չէր բերես դրան։ Ասեմ ավելին, ռազմա քաղաքական ղեկավարությունը հնարավոր է չհավաքել։ Եթե դուք միկրոֆոններդ առած չընկնեիք Սամվել Բաբայանի հետևից ու բանի չգցեիք, որ արա կարեն հավաքեն, հələ կայնի։ Այնպես որ այդտեղ շատ լուրջ վնասակար աշխատանք արվել, որովհետև մենք դες որոշել ենք էմոցիաներով ինչ որ բաներ անել։ Ինչով ավելի վատացել ենք մեր վիճակը։ Երբ որ ստեղ բան բացատրես, այս իմաստով, դառնում ես իրաց թշնամի։ Ուրեմն փաստորեն դու պաշտպանում դու ուզում ես, այ դուք թուրք, բացած բաներ, ապուշ ես արա։ Ապուշ ես։ Աշխարհի Միքայելյանի բաներով։ Հիմա նստեն քննարկում են շատ լուրջ դեմքով, Ալիևը Ֆրանս 24-24-ին տեսակ ինչ հարցազրույց տվեց։ Նա այնտեղ այնուամենայնիվ ասաց, որ սահմանադրությունը պետք է այսպես, մենք մինչև չփոխվի։ Ուրեմն սա գործ, ուրեմն ու գնաց, ով ինչ ուզում խոսում է հիմա։ Դուք չեք ամաչում, որ թույլ եք տալիս ձեր պահվածքով, ձեր լեզվի վրա չկարողանալով թույլ եք տալիս, որպեսզի Ադրբեջանը Ալիևի գլխավորությամբ ուղիղ մասնակից լինի մշտապես Հայաստանի Հանրապետության մեր քաղաքական process-ներին։ Չեք ամաչում դրանից։ Այո, կարելի է մեր համառոտ քննարկում անել անցնել առաջ, ոչ ոք չի ասում, եկեք չտեսնելու տանք։ Բայց եթե մենք դա վերցնում ենք իրար բշտելու համար, 5-6 տարի է։ Բերան ասում ենք։ Ասում ենք, ախպեր ջան, մոնիտորինգի տակ ենք։ Լուպայով Հայաստանն են, Ադրբեջանն են, մեր կողմից Ադրբեջանը, Ադրբեջանի կողմից, մենք աշխարհի կողմից, մենք ու Ադրբեջանը։ Լուպայի մոնիտորինգի տակ ենք։ Եկեք մի քիչ սա մշտապես հաշվի առնելով ինչ որ մի գրառում արեք։ Դուք տեսաք ինչպես օրինակ Արցախի էթնիկ զտումից առաջ ոնց մի երեխայր ծնունդն էին ուզեցել անել, մի ձև երևի հավաքել մի քանի բան իրար վրա տորտ էին սարքել։ Մինչև մաքսույս տվին ասին տեսաք որ Facebook-ում երևի 5 հոգի էին լայքել այդ նկարը, չէ՞։ Ծննդի կապակցությամբ։ Ցույց տվեցին, թե բա տեսեք, ասում է, իրանք այնպես չի որ բանը սննդի խնդիր ունեն, իրանք խափում են ձեզ։ Այսինքն աշխատակցություններ դա։ Հիմա բերան ասում ենք, ախպեր ջան, մոնիտորինգի տակ ենք, մի քիչ ակուրատի ձեզ, դու արդարացնում ես ուրեմն, չենք արդարացնում, ասում ենք, ախպեր ջան, օգտագործվելու է մեր դեմ դա։ Մի արեք։ Մի արեք։ Սահմանադրություն եք ասում։ Ասում ենք, այս մի նախադասությունը պիտի բավարար լինի։ Ասում ենք 19 թվին պատերազմ չկար, չէ։ Նոր էր հələ 19 թիվն էլ սկսում է։ Պատերազմից կարելի ասել տարուկես առաջ։ Սկսվել է խոսակցություն, արդեն անգամ շտաբերն էր ձևավորվել այոյի եւ ոչի սահմանադրական հանրակրվեի։ Չէ, ախպեր, մեկ Ալիև իրանքով է։ Մի Ալիևը նստած, ախպեր, ես ասնեղ բան եմ ասում, իրանք այնտեղ բեռ են սարքում։ Ինչի համար չասեմ։ Ինչի համար չասեմ։ Ու ասում է, որ բեռ սարքեք։ Ուրեմն սա ես ուզում եմ անկեղծ լինենք իրար հետ։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար շատ անհարմար հակառակորդ է քաղաքական առումով, շատ անհարմար։ Եվ ոչ միայն Ալիևի, նաև Պուտինի համար։ Այնուամենայնիվ խոսում ենք Ալիևից։ Ինքը շատ անհարմար հակառակորդ է։ Աշխարհում Նիկոլ Փաշինյանի թե լեգիտիմությունը, թե ժողովրդավար պատկերացումները բարձր է գնահատվում, շատ բարձր է գնահատվում։ Այս իմաստով ինքը չի կարողանում
Թեև կապված աղի։ Իրեն պետք չի, որ Հայաստանի Հանրապետությունը շատ լավ գիտի, չէ՞, որ թաքուն չի դա։ Շատ լավ գիտի, չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ ընտրություններ են։ Շատ լավ տեսնում է, որ ձևավորվում են ուժեր, ռուսական ուժեր կան նաև։ Ալիևին այդ արևմուտքի թեմաները այդքան բաց չէ, իրան Ռուսաստանի թեման է կարևոր։ Հասկանում եք։ Որովհետև այն թեմայով ինքը կարողանում էր այդ Սյունիքի զանգերի միջանցք վերցնել։ Իսկ հիմա բլոկ է դրվում։ Ինքը այնքան էլ երջանիկ չի Ամերիկայից հայտնվելով է։ Ուզուգայր Հայաստանը զարգանում է, ուժեղանում է, ու մեծ դժվար է։ Վերջ ուզած պիտի շփվի։ Հասկանում եք։ Այս իմաստով Նիկոլ Փաշինյանը անհարմար հակառակորդ է։ Ալիևը երազում է, իսկապես երազում է, որ հունիսի 7-ին լրիվ ուրիշ ձև լինի ստեղ ընտրությունը։ Ուրիշ բան դառնա։ Նայում են, տեսնում են, որ կա այդ հնարավորությունը։ Կա։ Ապա ինչու՞ չփորձել ազդել։ Մանավանդ գիտի, որ 1000 ներողություն ինքը մի հատ տրից ստեղ զապիսարած կտրեն կլցեն մեր համացանցը։ Ինչի՞ համար պիտի չանի։ Բա ես ասել եմ, որ պիտի սենց լինի։ Մերոնք էլ գնաց ախպեր, всё։ Ասեմ ավելին, Ալիևը մինչև հունիսի 7 շատ ուրիշ բաներ էլ կասի արդեն։ Վստահ եղեք։ Վստահ եղեք ամեն ասելուց ինձ հիշեք։ Հիշեք, որ ասել էի, ախպեր, մի հելը խոսացենք, մեր մոտ ընտրությունները ներքաղաքական ուժեղ process-ներ են ընթանում։ Թուրքիա անունն է հոլովում, Ադրբեջանցու անունն է հոլովում, ինքը կարողանա շատ հանգիստ ցույց տալի, նայեք հայերը նացիստական դրսևորումներով են աչքի ընկնում, անընդհատ աշխատելու է մեր դեմ։ Ու փորձելու ազդել մեր ներքաղաքական իրավիճակի վրա։ Այսքան բան։ Իսկ համանadrությունը մեր անհրաժեշտություն է փոխելը։ Ասեմ ինչու։ Ես իմ կարծիքով եմ ասում ինչու։ Ես չգիտեմ, իրավաբան չեմ, որ շատ խորքային ձեզ բաներ ասեմ։ Նայեք։ Մեր համանadrությունը վերջին անգամ հանրակվել, ինչ է նախ համանadrությունը։ Համանadrությունը մեր բոլորիս համատեղ ապրելու կանոններն է։ Բոլորիս բոլոր հարաբերությունները, չերես պետական դուր, թե ուղիղ, հարևանի հետ, չգիտեմ, սա պետությունը ոնց ժողովրդի ժողովուրդը ոնց պետության, այս ամեն ինչի մասին է, որ ախպեջան, էսի կարելի է, էսի չի կարելի, էսի սենցա պետք է լինի, սա պետք է, սա մեր համանadrությունն է, որը գործում է մեր մոտավորապես 29000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Այս համանadrությունը պիտի մենք քաղաքացիներս, ինչի է հանրակրվեի դրվում։ Ինչի է, երբ որ այնտեղ մի հատ տառափոխում պիտի հանրակրվեի դրվի, որովհետև բոլորիս համար կանոն է փոխվում։ Մենք պիտի կամ համաձայնենք այդ կանոնին, կամ չհամաձայնենք, հասկանում եք։ Հիմա համանadrությունը պիտի փոփոխվի, որովհետև մենք այս համանadrությանը այո չենք ասել։ Այս համանadrությունը իր լեգիտիմությունը թույլ է, շատ թույլ, որովհետև բազմաթիվ խախտումներով, որոնք արձանագրված են, լցոնումներով է տեղի ունեցել հանրակրվեն։ Այսինքն նա չի արտացոլում մեր ըմբռնումը, փոխըմբռնումը, մեր պատկերացումները եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս իմաստով, հա, փոփոխությունից առաջ ես ձեր հետ միասին ժողովուրդ ջան, պահանջելու եմ, որպեսզի նրանք, ովքեր առաջարկում են նոր համանadrություն, մանրամասն պատասխանեն հասկանալի լեզվով մեզ, իրավաբանական լեզվով, իրավաբանների համար քաղաքական լեզվով, քաղաքական գործիչների համար ժողովրդի լեզվով, ժողովրդի համար, որ մենք հասկանանք ինչն է։ Ու դիրքորոշում հայտնենք կամ հա կամ չէ։ Հասկանում եք։ Ու բերել այստեղ խցկել, թուրքը էր, կներեք, ասենք մենք չենք տեսել ոնց է եղել։ Մենք կներեք 2017 թվականին, երբ որ 15-16 թվականին, երբ որ ասում ենք, բանը Սերժի Հակով կարած համանadrությունը, ինչ էինք ասում բա։ Այդ ժամանակ Ալիևը հրահանգ էր տվել։ Չէ, ասում ենք ու նայեք, հիմա էլ մեզանից շատերը ասում են, հա Սերժի Հակով կարած համանadrությունը, հիմա էլ Նիկոլն է հակել նստել։ Չէ, սա չենք ասել, կամ չենք լսել։ Հիմա մեր պահանջը, մեր դժգոհությունը այսինքն հետեւաբար ինչու՞ն է կայանում։ Որ մենք ասում ենք, որ մեր համանadrությունը չպիտի լինի ոչ Սերժի Հակով, ոչ Նիկոլ Փաշինյանի Հակով, ոչ Սամվել Կարապետյանի վրա ինձ պիտի ճղտեք հագցնեք, ոչ էլ որևիցե մեկի։ Մեր համանadrությունը պիտի լինի ժողովրդի, պետության ու պետական ինստիտուտների գործունեության Հակով։ Մեր Հակով։ Սա է։ Ու քանի որ սա դրական լրջագույն փոփոխություն կարաբերի, թե կառավարման համար, դուք գիտեք ինչ կառավարությունում երջանիկ է, շատ դժվար է այս համանadrությունով պարլամենտական կառավարում իրականացնել։ Շատ դժվար ու խուճուճ։ Ու շատ տարընթերցումների տեղիքներով։ Հիմա այս ամեն ինչը մեզ լավի համար է, չէ՞ լինում, եթե լինում է։ Այո։ Բնական չի, որ մեր թշնամին, ում հետ փորձում ենք հարաբերություններ կառուցել, որպեսզի արտաքին վտանգը չեզոքացնեն, փորձելու է ինչ որ կերպ ազդի մեր ընտրության, մեր տրամադրությունների ու մեր ենթագիտակցության վրա։ Հիմա մյուս հարցը, ովքեր են աջակցում, որպեսզի այդ ազդեցությունը մեծ լինի, եկեք ուշակենք։ Մեր հեռուստաալիքների 90%-ը, որոնք որ պատկանում են նախկիններին, բոլորը։ Կայքերը ինքներդ եք տեսնում, բանը, այն Անժելա Թովմասյանը իր բերանով ասեց, որ առնվազն 45 կայք աշխատում է, այս ինչ ամեն ինչ ուղղությամբ, այսինքն իրենք կարողանում են կոնսենսուս ձևավորեն հարցերի շուրջ միանգամից լցնել։ Հիմա ո՞նց եք դուք պատկերացնում։
Իհարկե մեր հասարակության մեջ հատկապես տարիքով մարդիկ, այս իմաստով, այս մեդիա տերորի իմաստով շատ ավելի խոցելի են, որովհետև այս մարդիկ դաստիարակություն են ստացել եւ կրթվել են մի շրջանում, որից հետո իրենք չեն կարող պատկերացնել, որ հերոստացույցը իրենց կխաբի։ Եվ հարցն է, ընդ որում, մենակ խաբել չխաբելը չի։ Հարցը նաեւ ձևակերպումներն են։ Ինչ ձևակերպմամբ այս ինչ ամեն ինչ ճշմարտությունը կներկայացվի։ Եվ այս ամեն ինչի մասին տեղյակ են մեր 5-րդ շարաշյանը, որը շարունակաբար մաշացնող իր կռիվը փորձել է տա։ Կներև ջան, բայց մենք հեղափոխությունից հետո պահանջում ենք, որ փոխվի սահմանադրությունը։ Հիմա ինչ են մանիպուլյացիաների ենթարկվում, որովհետև կրթության պակաս կա։ Այո, այո, ու այդ կրթության պակասը Գայանե ջան, ես ու դու էլ ունենք։ Ես ու դու ունենք։ Ու բոլորս ունենք։ Դրա համար էլ մենք մի քայլանի ենք մտածում։ Մենք որպես հասարակություն դեռևս չենք ձևավորվել։ Մենք նստած սպասում ենք այս անձը, տես, շատ լավ իմիջայլոց ասեցիր։ Նա ինչ է ստացվում։ Ինչի են օրինակ մեղադրում, ինչի էին մեղադրում Նիկոլ Փաշինյանին։ Ասենք թե Հայաստանից գնացած մարդիկ, ովքեր որ մի կոպեկի օգուտ չեն տվել պետությանը, այս մարդկանց չեմ ասում, ովքեր գնացել են բան։ Կամ ասենք, վերջը տարբեր մարդիկ։ Ու մենք ասում ենք, արա դուք վրա գլխին նայ, նոր խոսա, էլի ով է մեղավորող չէ։ Ինչի համար է այդպես։ Որովհետև մենք այն ժողովուրդն ենք, ովքեր ունեցել են մի հատ առաջնորդ, ով ներկայացված է եղել այս ինչ պալատում կամ ամեն ինչ մեջլիսում կամ ամեն ինչ ցարի մոտ կամ ամեն ինչ, ու վերջ մենք այդ մի հոգուն բանանելով գնացել ենք, նայելով գնացել ենք։ Հասկանում եք։ Այդ մի հոգին է արել ինչ արել, կամ 5 հոգին, կամ 10 հոգին։ Այսինքն պետական ինստիտուտներ չեն գործել, ու մենք կողմ չենք եղել, որ զարգանան պետական ինստիտուտները ու համակարգեն հասարակության կյանքը։ Մենք չենք ունեցել հազարավոր տարի։ Դրա համար մեր մոտ sense է, ով կառավարման է մեղավորը։ Վերջ։ Կամ դրել ենք ախպեր ջան, դե գնա ոնց ուզում ես այսին հարցը լուծի, ինձ չի հետաքրքրում։ Սա սխալ մոտեցում է։ Սա սխալ մոտեցում է։ Դրա համար մենք ամեն մեկը շատ դժվարությամբ ենք ընդունում մեր մեղավորությունը։ Ես երեք Միացյալ Նահանգների շատ լավ ընկերներից մեկի հետ էի խոսում, ով մի պատմություն է պատմում։ Իր ընկերոջ հետ, նո, թեթև լեզվակռիվ են ունենում, կապված Արցախի, Հայաստանի այս թեմաներով, այնպես դե Նիկոլը սախ տվեց, Շուշին տվեց, այս տվեց, այնտեղ, ես մի ընկերս էլ ասում է տարիքով բարդ է։ Ասում է, լսի ասում է։ Քանի տղա ունես, ասում է 2։ Ասում է մեկն էլ ես ունեմ։ Ախպեր, մենք մեր 3 տղերքին վերցրել բերել ենք Ամերիկա, ստեղ իրանց համար ապրում են, ընտանիք են կազմել, ապրում են։ Հիմա մենք մեղավոր չենք, որ այնտեղ ոչ Շուշի պահող մարդ եղավ, ոչ այս, ոչ այն։ Ընդ որում մենակ մարդ չէ, խոսքը մենակ մարդու մասին չի։ Մարդը, ըվրաս մենք մարդը մեր համանadrությամբ ու առասել, բարձրագույն արժեք է, չէ՞։ Ինչի համար է բարձրագույն արժեք։ Որովհետև մարդը ստեղծար արա։ Ինքը ինչ որ միջավայրում կարա այնպես դրսևորվի, որ չի դրսևորվի մեկ այլ միջավայրում։ Հիմա այս մարդիկ որ միլիոնով Հայաստանից գնացել են։ Միլիոնով։ Պատկերացնում եք ինչ ներուժ է գնացել Հայաստանից, որը այս միջավայրում կարող էր թույլ չտալ որևիցե մեկը բան գողանար թալաներ, կարող էր ազդել որոշումների վրա, կարող էր ազդել քվեարկությունների եւ այլնի ամեն ինչի վրա։ Բանակի ուժի, տնտեսության ուժի, մյուսի վրա։ Հիմա ես 2020 թվականի նոյեմբերի 9-ից դեռ մի ամիս չէր անցել, հենց ասել եմ, ասում ժողովուրդ ջան, այս ամեն ինչի մեջ առաջին մեղավորը ես համարում եմ, որ ես եմ։ Ուրեմն ես այնքան էլ լավ քաղաքացի չեմ եղել, որ թույլ եմ տվել սա։ Եվ այսուհետ որոշել եմ այլ կերպ վերաբերվել ես ամեն ինչին։ Ու մինչև հիմա ես իմ համար դրանց գնում եմ։ Սա է հարցը։ Հիմա մենք ում հարցն է, ասում պատմությունից դասեր քաղեք, ասում ես լավ, այն դու այն պատմությունը, արի գնանք գլը քաղելու, տեսնենք դու ինչ ես փորձում քաղես։ Հիմա երկրի ղեկավարը, ով վստահ եղեք ամենաշատ գիրք կարդացած մարդկանցից է աշխարհի։ Երկրի ղեկավարը, նույն այդ պատմությունը ինչ ես ու դու ենք կարդացել, դրանից մի քանի անգամ ավելի ենք կարդացել, գումարած դրան էլ տիրապետում է բազմաթիվ այս պայթրության պաշտոնյաներով փաստաթղթերի։ Ասում ապա ջան, սենց աղել, ես առաջարկում սենց անեք, որ շրջապատությունից դուրս գանք։ Ես չվստահելու բան չունեմ, որովհետև վստահության տենց է եղել։ Չէ, ախպեր, մենք պատմությունից դասել, ախպեր պատմություն է ասում, քեզ պատմում է։ Կարող ես չընդունել, նորմալ է, չեմ ասում ինչ ասում պիտի սենց բանով ընդ, չէ, կարող ես չընդունել, ասա քո ասելիքը, լսենք։ Ասում եք եկեք ձեր ասելիքը ասեք, չեն գալիս։ Չես հարցեր կան։ Դուրս են եկել ձևիցները, խոսում են Ղարաբաղից։ Ասում ես ախպեր գոնե Ղարաբաղից դուք մի խոսացեք, որովհետև 44 օրյա պատերազմի ժամանակ ձեր առաջնորդը, ով շատ ուժեղ տղա է, հիմա չի ուժեղացել, չէ՞, երևույթին այդ ժամանակ ուժեղ էր, չէ՞։ Այս ուժեղ տղա է։ Մնաց կոչ արեց, ասեց, այնպեսի կոչ արեց, որ օտարազգիները այդ կոչը անում էին, այնտեղ հայկականություն չտեսանք, ասես կողմերին կոչը անում նստել բանակցությունների սեղանի։ Ինչ կողմեր։ Դու հայ տղա,
Ընդ երրմա կռիվը, օրական 30-40 հատով զոհ ենք տարի 50։ Դու կոչը, ես ինչ այդ կոչը արել էր Շվեյցարիան, յանի դու ով էիր որ անում էիր։ Կամ նա ուրիշ բան էլի ասեմ, այս բարի գործի թեմաները էլի ասեմ։ Գիտեք ոնց, երբ որ մարդը մարդուն օգնում է, դա շատ լավ բան է, դա մարդկային է, ինձ սոցիումն է։ Մարդիկ այդպեսին լինում են։ Ես շատ լավ եմ վերաբերվում դրան։ Բարերարներին էլ կարող եմ լավ վերաբերվել, հա, բարձր դա չի, մարդը հնարավորություն ունի գտնում է, եթե մաքուր սրտով փորձում է, բայց այսօրվա դրությամբ փորձում են, օրինակ Սամվել Կարապետյանի բարերար լինելը, փաթաթել իմ պարանոցին։ Գիտեք ինչ, ինչ եմ ասում իմ պարանոցին, որովհետև բնականաբար ես ինչ թույլ չէի տա որ նա ինձ օգնի, բայց ասում են քանի որ Պողոսին օգնել, ապա պիտի լինի քո երկրի ղեկավարը, ախպեր մի րոպե, որովհետև ինքը բարերար է, ընկեր ջան, այստեղ ինձ մոտ տարական հարց առաջանում։ Սամվել Կարապետյանը երբեք չի զբաղվել չէ քաղաքականությամբ։ Ախպեր, բայց երբ որ բարերարություն, ու ինչ որ բանից որոշես որ ամեն ինչ շատ վատ է, պետք է զբաղվել։ Ախպեր, բայց բարերարություն անելուց դու չես զգում որ ամեն ինչ շատ վատ է։ Կներեք, եթե մի երկրում այնեմ հաղթանակած, եթե մի երկրում որտեղ այնքան ամեն ինչ նորմալ է, օքեյ եղել քո համար, որ դու չես ցանկացել մտնես քաղաքականություն, բայց կա բարերարների կարիք։ Դու չես զգում որ այդտեղ մի բան այն չի։ 3 միլիոն բնակչությամբ 3 էլ չէ, իջել էր, այս նոր է 3 դարձել։ Չես զգում որ մի բան այն չի։ Կներես, որ ասես արցախցիներին օգնել են։ Ախպեր արցախցիները խի պիտի ունենային օգնության այդ կարիքը։ Ինչի համար պիտի լիներ այն իրավիճակը 30 տարուց ավել, որ 120,000-անոց Արցախը ունենար բարերարի կարիք։ Բայց ասում էին մի կողմից ասում են ամեն ինչը Ղարաբաղ ենք ուղարկում, դրա համար եք դուք մի քիչ ցաներ ապրում։ Թոշակը չենք անում, որովհետև Ղարաբաղը, աշխատավարձ չենք բարձրացնում, որովհետև Ղարաբաղ։ Ես էլ ասել եմ օքեյ, որովհետև իսկապես Ղարաբաղը կարևոր է։ Օրենք էպես 120 այնտեղ 10 միլիոն մարդ չի ապրել, այնտեղ 120-130 ինչ որ ժամանակ 150,000։ Ախպեր, այդքանից հետո քո մոտ հարց չի առաջացել, բա եթե անգամ իսկապես անկեղծ բարերարություն է եղել, ոչ մի հետին պլան չի եղել։ Ախպեր Ղարաբաղին 30 տարի մինչև հիմա։ Ինչի՞ էս մարդիկ ունեն օրինակ կտուր կապելու խնդիր։ Էլ չխոսեմ կողքից մյուս բարերարների օգնությունները, էլ չխոսեմ բանը ամենատարբեր ծրագրերը, չգիտեմ, հիմնադրամը, մյուսը։ Քո մոտ հարց չի առաջացել։ Որպեսզի ճիշտ հասկանաք, Մարաթա Սեբաստիան վարչական շրջանում ապրում է 140-141,000 մարդ։ Մարաթա Սեբաստիան վարչական շրջանում։ Հիմա ես որ նայում եմ ինչքան գումար է գնացել Արցախ։ Ես չեմ խոսում բանակին հատկացվածը։ Արցախ, որ սա ասում են Արցախ օգնություն եք ուղարկում։ Այդ անվտանգ փողեր են։ Ախպեր, այդքան փողը եթե դրվեր Մալաթա Սեբաստիան վարչական շրջանի վրա, Մալաթա Սեբաստիան վարչական շրջանը լինելու էր Նյու Յորքը։ Ասենք, էսի առանց բան եմ ասում։ Լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու մենք Բանգլադեշի հասկանում եք։ Բախի է եղել դրան։ Բախ խի այդ ժամանակ չես որոշել մտնես քաղաքականություն ու շտկես այդ բացը։ Սիրելի արցախցիներ, ձեզ համար հարմար է եղել որ դուք ապրեք թշնամու գյուլի դեմը 30 տարի աշխարհի դեմը տեսնում եք քանի միլիարդներով գործերով սաղանցնում է ու դու ունենաս բոլորը ասեն որ քո ապրելու շնորհիվ այդտեղ ապրելու շնորհիվ որ Արցախը դիմադրում է ու դու ունենաս տանդ կատուրի սարքելու կարիք դա նորմալ է ու ստիպ այնքան ունենաս այդ կարիքը որ ստիպված լինես գնաս դիմես սա էլ մի հետ մեծահոգությամբ քեզ օգնի այսօր էլ էլի ասի օգնել եմ ձեզ դու ցնդաբանություն է ու մենք պիտի շտկենք այս ամեն ինչը այս ամեն ինչը պետք է շտկել այս ամեն ինչը մեր հանրային դեգրադացիայի մասին է ամոթ է ես մեկ տեսանյութ ցույց տամ ձևիցներից է ոնց հասկացա Գերետ աղբերություն անողներ, ադրբեջանցիքին երկիր թողողներ։ Մեր երեխեք երբ որ զոհվում էին, չեն զոհվում, որ ադրբեջանցի կանցնե կայֆեր ու կայծեր անեն, հրապարակից ուղերձներ անեն, նեղրից նկարներ անեն։ Զոհվում են, որ մենք իրանց գործը շարունակենք, որ մենք ամուր կանգնենք մեր հողի վրա ու ոչ մեկի չթողենք մեր երկիր մտնեն ու ինչ ուզեն անեն։ Իսկ ես պայեն ինչ որ ես եմ տենում համացանցում, դուք էլ եք տենում չեք կարաշախտեք։ Թուրքերը դասում աղբերություն անողներ։ Քիչ ամնում են Եռաբելուց թուրքերը էֆիրներ անեն ու ուղերձներ հղեն։ Հայաստանի արևմտյան ադրբեջան ասողները երբեք ձեր այդ խաղաղություն չեն անելու։ Հայաստանի մասին Ադրբեջան ասելով ձեր այդ ընկերություն չեն անելու։ Այդ սիրուն շպիտներին մի խապտվեք։ Պատմությունից դասեր քաղեք։ Այս Հայաստանի Հանրապետությունն է, ով տեսել է ցավ, ով տեսել է զոհեր, ով տեսել է զոհված ծնողների։
լացակումած ծնողների։ Այս երկիրը պետք է կանգնի ուժեղ լինի։ Ուժեղ ղեկավար, որ ասում են պետք է ունենա, այ հենց սրա համար պետք է ուժեղ ղեկավար ունենա, որ դուք ու մենք մեր գլուխը բարձր մեր երկրում քայլենք։ Ոչ թե քայլենք երաբլուր բարձրանանք կամ ինչ-որ մեր արժեքավոր տեղեր գնալուց, ճանապարհին ադրբեջանցի գիտենանք F-ներ անելուց։ Դա դուք եք տենում, ես չեմ ասում։ Ուրեմն լսեք։ Նայում եք ինչքան զգացմունքային պաթոսով բան է խոսում։ Շատերը ընդդեմ 1000-ը կաղամտած լայքած լինեն։ Իհարկե, այս պաթոսով բան խոսելը աշխարհամահեշտ բան է կարող լինել։ Բայց ես ընկերոջը մի բան ասեմ։ Ամենայն հարգանքով չմտածեք ասում։ Ոչ ուզում եմ թշնամություն, ես ասել եմ, ես այն մարդը, որ Հայաստանի Հանրապետություն թշնամի չունի։ Ընկերս, քեզ ով է համոզել, որ մենք պատրաստվում ենք թուրքերի հետ ախպերություն անել։ Չէ, ինչ որ մի շրջան ձեզ հետ համագործակցող քաղաքական ուժերը, նույն դաշնակները անգամ, ումոնց որ ձեր ղեկավար Տաշիր Սամոնասն մի հատ դրած դաս կտակ, նրանք խելոք հաջորդ օրը եկան ազգային ժողով ռոդի դաս տալու։ Դրանք ասում են, ախպերություն եք ուրեմն ուզում։ Ախպերություն, ախպերություն չի դրան։ Դրանն հարաբերություններ է, պետական մակարդակով։ Ասենք հիմի հույներն ու թուրքերը, որ ՆԱՏՕ-ի մեջ են, ախպերություն է իրանց մոտ։ Ասենք հիմի որ ֆրանսիացիներն ու անգլիացիները լրջագույն համատեղ ծրագրեր են իրականացնում, ախպերություն է իրանց մոտ։ Ձեզ համոզել են, ասել են, սրանք ախպերություն են ուզում անել։ Հիմա դուք եկել եք, այդ ձեր համոզվածը, հեշտ համոզել են ձեզ։ Փորձում եք դարձնել արդյոք մատերիալիզացնել մեր ներվերի հաշվին։ Քեզ ով է ասել ախպերության մասին։ Որ սենց խոսում եք։ Մեկը ես շատ լավ գիտեմ ինչեր է տեսել մեր երկիրը, բայց այդ որ ասում եք ուժեղ Հայաստան ասելով ինչ նկատի ունեք։ Ինչ նկատի ունեք Հայաստան։ Գիտեք, երբ որ պետության անունը տալիս ես, պետությունը ունենում է նախ եւ առաջ զինանշան, դրոշ, հիմ, սահմանադրություն եւ հստակ գծված տարածքներ։ Որպեսզի բարձ լինի թե դա սահմանադրությունը, հիմնը, դրոշը, օրներ կբանը, որ տարածքում է գործում։ Եթե ես չեմ սխալվում, մի հատ ջիհադիստական շարժում էր սկսել սատարում էիք, ովքեր դեմ էին, որ սահման գծվի։ Դուք իմի Հայաստան ասելով ի՞նչ նկատի ունեք։ Այն տարածքով Հայաստանը, որին դեմ եք եղել։ Գիտեք, սրանք կարող է բարձ հարցեր են, բայց սրանք կարևոր հարցեր են։ Եվ սա է պատճառը, որ ես չեմ կարող շատ, նաև սա է պատճառը, որ ինչքան ինչ լինի, ձեզ այդ ձևիսներ, այդ առումով անընդհատ քննադատելու եմ ու անընդհատ իմ առերեսումից ձեր ղեկավարները փախչելու են։ Երբ տեսանք այն աղջիկը ինչ էր ասում։ Ձեր համակարգողներից մեկը նստել ասում եք իրանցը տվեցին։ Եղբայր, դա հեշտ է ասելը։ Մի հատ արի գնանք իրանց միասին։ Ես անկեղծորեն քեզ ասում եմ, որ անձնագիր պետք չի իրանց գնալու համար։ Հայաստանի Հանրապետության տարածքում է սուվերեն։ Չնայած որ ձեր ղեկավարը Սամվել Կարապետյանը ում ախպերը աշխատել է Սերժի աշխատակազմի ղեկավար, 3 հատ անկլավ այդ թվում նաև ասկի բարը նվիրել էր, արդեն կարմիր գծով արդեն որպես Հայաստանի Հանրապետության կարմիր գծով ուղարկել էր ՄԱԿ անվտանգության խորհուրդ։ Դու տեղյակ եղել ես դրանից թե չէ։ Այդ նույն ղեկավարությունը աշխատակազմի ղեկավար լինելով, նաև հանրապետականների խմբակցության ղեկավար լինելով, քվեարկում էին վարչատարածքային մասով, որտեղ որ Արցախը թողնում էին Ադրբեջանին։ Քվեարկել են, ու հստակ գրել են Սյունիքի մարզի այս ինչ գյուղից են կողմ Ադրբեջանն է, այս ինչ հատվածից են կողմ Ադրբեջանն է։ Հիմա եկել ինչ ես կարդում գլխներից։ Հիմա կրակներ են կերես մարդիկ, որ այդ են ժառանգություն ստացել։ Ձեզ անկեղծ ասում են ինչ են ստացել։ Իմիջայլոց, այն նրանք էլ վախենում են գան առերեսման։ Մարդած ոչ մարդը եթե իմ ասածները կա չհավատալու, չընդունելու, այն որ պիտի ելնեք կապիտլամիշ լինեք մարդկանց խապեք, եկեք գնանք հանրային սաղս նստենք, 4-ս էլ նստենք խոսանք։ Բախի չեն գնում։ Չեն գնում։ Որովհետև տվողները հենց իրենք են։ Չեն գնում, բայց եթե գնում ես պատի ծակից են, պատի ծակից ինչ ասես խոսում են, բայց սա տվեց, բայց շուշին տվեց, ադրուտ լուրջ եք խոսում։ Եվ մի խնդրանք, քանի որ իմ կարծիքով արժևում ընտրությունները ու քարոզարշավների process-ում տարբեր տեղափոխությունների ժամանակ բոլորս էլ ակտիվ ենք լինելու։ Շատ հնարավոր է իրար դեմ դուրս գանք։ Ես առաջարկ։ Եկեք կոռեկտության սահմանները չխախտենք սա մեկ։ Եվ երկրորդ, եռաբլուրը չշահարկենք քաղաքական դիվիդենդներ ստանալու համար։ Հանգիստ թողեք եռաբլուրը։ Հանգիստ թողեք։
Եռաբլուրում բոլորս ունենք հարազատներ։ Ով էլ չունի ուղիղ արունակցական հարազատ, միևնույնն է բոլորն են մեզ հարազատ։ Կարելի է այստեղ ավելին ծավալվել, ասեմ, մենք անոր շահեկան դիրքում չեք հայտնվի։ Եկեք ասում ես, դու ես ասում, եկեք պատմությունից դասեր կանենք, օքեյ, որն է քո առաջարկը։ Գիտես ինչ, շատ ավելի հեշտ է այս ամեն ինչը չանել։ Այն ինչ որ անում այսօր իշխանությունը, շատ ավելի հեշտ է դա չանել։ Չանել։ Մեր ժողովուրդը շատ ավելի հեշտ կընկալի, դա ասում կարա ասի ախպետ, մեր տեխնամիներն են, ինչ շփվել հետներ, ինչ բան։ Ժողովուրդը ասում ջան, արես ինչ հայրենասեր ղեկավարում ենք։ Չէ՞։ Ու ինչ է ստացվում։ Մենք մնում ենք առանց ճանապարհների, ինֆրաստրուկտուրաների, առանց աշխարհի հետ արտաքին կապի։ Մեր հարևանները ունեն մեր աշխարհի հետ արտաքին կապ։ Իրենք ավելի են զարգանում, մենք ավելի ենք թուլանում։ Իրենք 5 միլիարդ տալիս են, զենք են առնում, մենք 500 միլիոն ենք տալիս առնում, որովհետեւ չունենք։ Ու հետո այդ մենք ասած, թուրքը ով որ վստահաբար իրանք անընդհատ կարան ունենան ծրագրեր մեզ արանքից անելու, շատ ավելի հեշտ են դա անելու։ Հիմա ցած մի բան հարցնեմ։ Եթե քեզնից մի հատ ավելի շատ ուժեղ, մի քանի անգամ ուժեղ մեկը ուզում է քեզ ծեծի, օրինակ, լավ ին վրա բերեմ չներողս։ Ինձ ուզում է ծեծի, չգիտեմ, սա արդեն պատին այնտունա հասել է, սպանելու է հեսա։ Ու ես գիտեմ, որ չեմ կարա դիմադրեմ, ինչքան էլ դուխս ինձ ու ինչքան էլ ցույց միջև մեռնելս բանս բաներ անեմ, մեկը սպանելու է ինձ։ Հիմա իմ խնդիրը ո՞ր է պիտի լինի։ Վերել հասցնել երկխոսությանը, չէ՞։ Սկսել է որ ասում է ուժը չի պատում ուղիղ հետ խոտ դու, չէ՞։ Ու ինչ կողքից մեկը նայելու ասի ախպերություն անում հետո, ոչ ես ընդամենը զսպում եմ թշնամակը ու փորձում եմ բերել ինձ համար ավելի հարմարավետ վայր, չէ՞։ Էլ նույնը պետությունների առումով այնքանս։ Ասենք, ինչ որ մեկին թվում է, որ պիտի Հայաստանում քարոզանի թե թուրքնով, հա։ Բոլորս էլ գիտենք թուրքնով է։ Ու ես առաջարկ չեմ լսել։ Ես հատկապես ձևիստների կողմից նախ առաջարկ լսել եմ խնդալու կլներ։ Հա այդ պաթոսով խոսելուց երրաբլուրում եմ, նայ նարեկի աչքերին։ 4 ախպեր փախել են։ Ծառայությունից փախել են։ Իրենց փախնելով թուլացնելով մեր բանակը։ Եվ իրենց ժամանակ, այո, ամեն մեկը ունի մեղավորության իր բաժինը, է։ Եվ մենք ընդունել ենք մեր մեղավորությունը որպես քաղաքացի, իրենք պարտավոր են ընդունել ու ընդունել, որովհետև ունեցել են հնարավորություններ ու արել են հանցագործություն։ Ու ամեն մեկը փախել է։ Այսօր գիտես ինչ, նրանց գովաբանումը կամ նրանց գնահատականը երրաբլուրում հետ ինչ որ պետք չի մեզ։ Որովհետև այդ ժամանակին 10 կան բոլոր բաները իմիջայլոց, տվյալները։ 10 երիտասարդից 3-ն է ծառայել բանակում։ 7-ը ամեն կերպ խուսափել են ծառայությունից։ Կլինի դա ուրիշ երկիր գնալով, կլինի ուրիշ պասպորտ բերելով, կլինի հիվանդության թուղթ բերելով, կլինի ոնց ուզում են փողով, ոնց ուզում լինի։ Փախել են։ Դա է եղել քո բանակը։ Իմ բանակը։ Ու իրանք այդ փախնողներից մեկն են։ Փողով խափելով թուղթ սարքողներից մեկն են առողջական թեմայի։ Հիմա լուրջ դու հեն համ նրան ես պահում, ուժեղ Հայաստանից խոսում նրանցով, թռնողներով։ Իմիջիայլոց այն երկրի գովքը որ անում եք, Ռուսաստանի դաշտությունը ում հետ որտեղից որ եկել եք ու ում հետ որ ուզում եք շփվեք։ Աշխարհը ձեզ չի սիրում, բանից անվելին չի ընդունում, դա մոռացեք։ Աշխարհը նայում ռուսի պրոյեկտ է, դա մոռացեք։ Անկամ Նարեկն էլ Կարապետյան դիմել էր որ մի JD Vance-ին մոտիկից տենա, ասել էր դա փախակ ռուսական ոչ մի թևիա չեմ հանդիպելու ես։ Այդ թևի ռազմավարական ուղեղը Դուգինը անում է ասած արտահայտություն։ Мы помогли захватить Карабах, а сделку заключается США. Спиртում ապրող մեր հայրենակիցների համար։ Դուգինը Ալիևի մասով ասում է հետևյալը. մենք ձեզ օգնեցինք, որ դուք գրավեք Արցախը, ու դուք գնացել հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եք պայմանագրեր ստորագրում։ Սրա մասին ասելիք ունեք, թե չունեք։ Դուգինի հայտարարությունը միակը չի։ Իմիջիայլոց Դուգինը նույնպես միացել էր կոչին, որ Հայաստանի դեմ պետք է ռազմական գործողություն իրականացվի։ Դուք արտահայտվել եք, թե չէ ձեր ձևով ուժեղ թույն ձևերով բան։ Դե ունեք արդարացումներ, որ արա դե իշխանությունները ռուսների հետ աշխատել չգիտեն էլի, հա։ Բայց այսօր իշխանությունները հələ մի կողմ է։ Այսօր իշխանությունները սկին դիմադիրել չէին, երբ որ Ռուսաստանը լինելով մեր ռազմավարական դաշնակիցը մի պայմանագրով 5 միլիարդի զենքեր ծախում Ադրբեջանին։ Այդ ձեր ուժեղ տղեն ասելիք չուներ, թե կուրսի չէր։ Դա նո Սերժի բախտերն է եղել։ Բախերը 5 միլիարդի զենքը գնում մի պայմանագրով։ Լուկաշը
Վերանացի խոստացա, որ խոստովանեց, որ իրանք օգնել են։ Այսինքն ամենակը պետք է սա հիշացնել էս ամեն ինչը։ Ինչը արդյունքում էլ այո, Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերությունները առհասարակ մի դեպքում սառեցված են, մյուս կողմից ոչ բարենպաստ։ Բայց որպես պետություններ որոշողություններով դեռևս աշխատանքներ գնում է ու դա բան չի։ Հիմա ասենք ասելիք չկա դա ուժեղների կողմից։ Կամ ինչ պիտի լիներ։ Եռաբլուրը հարգում եք։ Եռաբլուրը գոյացել է, որովհետև Ռուսաստանը, այսինքն տարածաշրջանի խաղացողը, ազդեցության գոտու տիրակալը նեց արել, որ այդտեղ հոգուտ այնտեղ լուծվի։ Չնայած ուրիշ փաստաթղթեր կան, բանման այդքան դուք չեք սիրում ուսումնասիրել, այդ դնենք մի կողմ։ Չի կարելի։ Եռաբլուրից այն այլ եմ կրկնում, ով ձևիստներով հարգեք, ես չեմ կարող ասեմ մի հարգեք, մի այցելեք, դա զինվորական եղբայրական պանթեոն է։ Բայց մի բերեք քաղաքական դաշտ։ Մի բերեք։ Իսկ Թուրքիի հետ ախպերություն անողները ուրիշ տեղ մանեկեք։ Քոչարյան Ռոբերտը ասում է, որ ախպերավարի վախտին Զանգել Ալիևին իր բերանով ասել, ես բան չեմ օրինում ապել։ Իր բերանով ասել, Զանգել Ալիևին ասել է լսի, արի առևտուր անենք։ Դիտում են ուզել, ինչ էր ուզել, դա բեր, այս ինչ բան էս բաներ։ Իհարկե, ինքը բացայի դրամացին մեզ չի պատմել, որովհետև չգիտեմ քիչ չի պատմել, նրանք ոչ մի բան էլ մեզ չէին պատմում։ Թակուն ա եղել, բայց ես վերջերս մարդը իր բերնով պատմեց։ Լավ, դավայ, տենամ, ձեզ տենամ, գալիք, ցույց տվեք, ախպեր ձեզ։ Ընդ որում, Քոչարյանի հենասյուն հանդիսացող դաշնակցական կուսակցությանը ձեր ուժեղ տղեր, ձեր պակալվելուց երևաց էլի, որ իրա ճտերն են։ Այսինքն բոլորը այդ կուտոկն է, այլի։ Ասեք երկու բառ, դեք դուք ձեզ հակասում ախր։ Օրինակ ես շատ պարզ եմ այդ առումով։ Ասում եմ ես ինչ բան է, համաձայն եմ, ես ինչ բան է, համաձայն չեմ։ Ասում եմ սատարում եմ ԿՊ-ին եւ ոչ միայն ԿՊ-ին։ Բոլոր ժողովրդավար ուժերին։ Ես չունեմ այդ կաշկանդվածությունը։ Դուք խի ունեք ախպեր։ Կամ ես մեզ Զորոն ապշում եմ էլի ստեղ նայեք, Զորա դերասանը Զորաբեկ Գասպարյան ապեր իրական թողնեմ մի կողմ որ հիմի ո՞նց է վերաբերվում մեր իշխանություններին ոչ չէ ես երկրում ապրող քաղաքացին եմ ես ուզում եմ հասկանամ ես ինչ է էլի սա բանն է մեր մտավորական տղա է Սենց մարդու կնիկ կամ մեր վեսին ճանապարհ գլխակով կնիկը փակածել մեջ կնիկը ծուրվոց կերել դա հարևան ունեմ տարայս նկարը ցույց տվի ասիստիվ Սա ստիլը ասեմ նկարագրեմ ստիլին որ հասկանաք ով այն ամերիկայից բացի ոչ մի բան չգիտի ամենալավը ասում կապելես ամերիկա տեղյակ չի նույնիսկ կանադայի նախագահն Լապիձա ասի սա մի երկրի ղեկավարը առաջի դիկինն է փակագծերի մեջ դիկինը դա չմանրամասն չասեցի իրաց նայելով այս երկիրը կնկարագրես ըստ էս բարձր ծիծաղել ինքը ծիծաղում է ես ֆոկուս մեջ ձայնով լաց եմ լինում ծիծաղում է ասի ուրացես ասես դու ես չեմ ուտում ասի անկիտեմ բայց չնայած ծիծաղում ես խմած ասես չեղել է ինքը ծիծաղում է ես դուշ ներսս լաց եմ Նայեց ծիծաղեց վերջացրեց ասեց ես երկրի տերն ասա այդ երկրի անունը հանենք իմ կոշիկի խանութի գովազդը դնենք կոշիկներս ավելի լավ են Ինչ են կանում Ինչ են կանում Ասում ինչ ես անում ապեր ասեմ Թույլ ես տալիս որ Միացյալ Նահանգներում Միացյալ Նահանգների քաղաքացի քեզ ասի որ իր կոշիկները ավելի լավն են քան քո երկիրը նա ես անում Հասկացար Սա ես անում Բայց զորային քանի որ որպես դերասան տենց որոշակյորեն վերաբերվել եմ ասում սենց ես նորմալ է որ դու դաշնակներ բանսыз բաներ բայց ոնց ասեմ որ չստացվի էլի սենց ուղի խաղում բայց դե ուրիշ ծեր չի լինի ասել Իսկ CV-ն այդ ընկերոջ հետ Բելա Քոչարյանի փոմփոլավոր թույն ֆիրմա վերխով նկարներից ցույց տվել ես ու փորձել ես իմանաս ինքը ինչ կարծիք ունի դրա մասին Իսկ ցույց տվել ես օրինակ Ռիտա Սարգսյանին ով լինելով մի երկրի առաջին տիկին քաղաքացիների հետ խոսում էր ռուսերեն լեզվով ուրիշ լեզվով Իրեն դեռ հարմար էր ու շատ էր սիրում Կատյուշա երգը Այստեղ ես պիտի ասեմ, ես ինչ եք անում։ Ես ինձ կրկնում եմ 1000 անգամ ասել եմ 1001-րդն եմ ասում։ Ես ինձ թույլ չեմ տա որևիցե օտարերկրացի
Հայաստանում թե նրա սահմաններից դուրս, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մասին վատ բան ասի։ Ես դա չեմ կարող թույլ տամ։ Ես չեմ կարող, ես հիմա այստեղ ինչքան Տաշիր Սամոյից խոսամ, կամ Նարեկից Կարապետյան, ես չեմ կարող թույլ տամ, որ որևիցե օտարերկրացի նրանց մասին վատ բան ասի իմ ներկայությամբ։ Դու հասկանում ես։ Չգիտեմ, ես սխալ եմ մտածում։ Կարող է սխալ եմ մտածում, չգիտեմ, բայց ես տենց եմ մտածում։ Ես տենց եմ ապրում եւ ապրել։ Վատ բան է դա։ Չեմ խոսում կոնսերվատիվ լինենք, չշփվենք մեր երկրի մասին օտարերկրացու։ Ես 10 հնարավորություն ծաղրելու քո երկիրը։ Նրանց ծիվներ չգիտենք ով, շատ հնարավոր է մի ծաղրանքի առարկա էլ ինքն է։ Առավել ևս, եթե քո ասելով չգիտի Կանադայում ինչա կատարվում կամ ղեկավարն ով է։ Ու սրա կարծիքը տես քո համար դոգմատիկ է, ու մենք եկել ենք ինչ ենք անում։ Ցնդելու բան է։ Ցնդելու բան է։ Իմիջայլոց խոսք է տվել մի հատ անդրադառնայի այլ կերպով։ Ես ուզում եմ ձեզ համար կարդալ Ստյոպա Սաֆարյանի գրառումը, ով ներկայ է եղել քննարկմանը եւ Ալիևին հարց ա ուղղել եւ թե հարցի ու թե պատասխանի մասին գրել է։ Ներեք։ Իհարկե այնտեղից նա որոշակի անհանգստություններ էր բերել հանուն արտերության։ Ահա, խնդրեմ, կարդամ ձեզ համար։ Հատկապես ձևիստների, ովքեր շատ նեղվում են, որ վայ Ալիև էլի գնաց, սահմանադրությունը ասեց, Զանգեզուրի կորիդոր ասեց, բան հիմա դուք տեսնում եք ինչ վատ է, ձեր դուք այդտեղ խոսում եք, այս մարդը հասարակական կազմակերպության ղեկավարը ու չունի այդ միջոցները ինչ որ դուք։ Բայց ինքը գիշերը ցերեկը գիշեր արածից ընդեղից ու փորձում է իր գործունեությամբ օգուտ բերի մեր երկրին։ Հասկանում եք։ Դուք իրեն բացասաբար եք вообще-то վերաբերվում։ Ես խիստ դրական։ Նայեք։ Հարևան երկրի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Կոսը եւ Չինաստանի ներկայացուցիչը քննարկում էին տրանսկովկասիա միջանցքի հարցերը։ Մի բան ափսոսում եմ, որ Հայաստանից բանախոսների մեջ ներկայացուցիչ չկար։ Սա քննադատություն է կոչվում։ Քանի որ զրույցը բնականաբար ինչպես կարելի էր կռահել Ադրբեջանի շուրջ գնաց, բայց մյուս կողմից էլ դա բարեբախտություն էլ ուներ, քանի որ տարիներ առաջ Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական պանելը տխուր շոու մնաց։ Ոչ մի դրական բան չավելացավ գործընթացին բացի բացասականը։ Բնականաբար Հարևանի ու ԵՄ հանձնակատարի կողմից խոսվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Թրամփի երթուղու մասին, որպես Եվրոպան, Կովկասի ու Կենտրոնական Ասիայով Չինաստանի հետ կապող մեծ միջանցքի մի փոքրիկ օղակ։ Ալիևը կոռեկտության մեջ մնաց, սակայն մի հայտարարություն չէր կարող անարձագանք մնալ իմ կողմից։ Մոդերատորի խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան նա նշեց, թե այն կստորագրվի Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո, քանի որ մեր սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, որտեղ 1989 թվականի Գերագույն խորհրդի որոշումն է։ Բարեբախտաբար երկու հարց տվողներից մեկը ես դարձա։ Մինչ հարցը ստալը հայտարարություն արեցի, որ այն ինչի մասին խոսում ու մտահոգվում է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ փարատված է, բանված է, անկախության հռչակագրի այդ դրույթը գործող չէ, ինքը կա, բայց իրավականորեն գործող չէ։ Այս մասին լավագույնս տեղեկացված է ոչ միայն Ադրբեջանի նախագահի վարչակազմը, այլ նաև գործընկեր պետությունների կառավարությունները։ Հետևաբար Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունները որևէ կապ չունեն Ադրբեջանի նախագահի մտահոգությունների հետ։ Սա մարտականել Ադրբեջանի ղեկավարին ասել է, ի տարբերություն ձեզ, որ ստատուսը բան եք լինում։ Ապա ձևակերպեցի հարցս խաղաղության խաչմերուկի մասին, քանի որ ԵՄ հանձնակատարն ու Ալիևը միայն խոսել էին թրիպի մասին։ Թրիպն ու խաղաղության խաչմերուկը ժողովրդական տարբեր բաներ են, շատերը եք խառնում։ Թրիպն որպես Թրամփի վարչակազմի կողմից ստորագրված հայ-ամերիկյան ծրագիր, իսկ ինձանից առաջ մի թրքուհի հարցրել էր, թե ինչ կլինի, եթե Թրամփից հետո ուրիշը գա։ Հանուն արտահայտության անգամ Ալիևն ասաց, որ հայ-ամերիկյան թրիպի շրջանակը 50-ից 100 տարվա համար է ստորագրված։ Բայց ես հիշեցի, որ բացի թրիպը կան նաև խաղաղության խաչմերուկը, որ հայ-ամերիկյան նախաձեռնություն է ճանաչվել պայմանագրով թե Բայդենի, թե Թրամփի վարչակազմերի հետ։ Ավելի մեծ ու հեռանկարային նախագիծ է,
կապում է ծոցը սև ծովի հետ։ Արևմուտք-արևելք ուղղությունները ավելի ներառական է ու դուրս չի թողնում տարածաշրջանի երկրներին, օրինակ Վրաստանին, եւ հրաշալի հավասարակշռում է բոլոր նախաձեռնությունները։ Հարցը ըստ բանախոսների, այն ինչպես կարող է ազդել քննարկվող դինամիկայի վրա։ Ալիևը նախ հակադարձեց, թե ՍԴ որոշումը բարձր չէ համադրությունից եւ հղումը կա նախաբանում, ինչին տեղից արձագանքեցի, որ հղումը կա նախաբանում, բայց դրույթը չի գործում։ Կրուտիկ լինելով նայեց իր պատվիրակության կողմը, թե կարելի է ինտերնետում գտնելու ցույց տալ, իսկ խաղաղության խաչմերուկի հարցին պատասխանելիս, որը միայն իրեն չէր ուղղված, ասաց. «Ձեր այսպես կոչված խաղաղության խաչմերուկը կգործի, երբ դեմոկրատները գան իշխանության եւ կգործի թրիփը, քանի Թրամփն է նախագահ»։ Ճիշտն ասած, տեղում ադեկվատ եվրոպացիները, որ լսել էին հարցը, թե այդ նախագիծը հայ-ամերիկյան կառավարական է երկու վարչակարգերի համար, որովհետեւ նրա ժամանակը ստորագրել համ նրա խնդացին պատասխանի վրա։ Ալիևն էլ թե շարագունեց ու արևելյան ժպիտով ժպտաց իբր հումոր է անում։ Ակնհայտ էր, որ հարցս ու բարձաբանումս դուր չէր եկել նրա աջձեռք Հիկմետ Հաջիևին, ով որոշեց մոտենալ ինձ։ Ուրախ եմ ձեզ տեսնել ու սրտնեղել։ Ստյոպա չեք փոխվում էլի։ Հիկմետ, ստի ու կեղծի հղի հանդեպ երբեք չեմ փոխվելու։ Եվ ով է ուզում ինձ փոխել, աստվածներ հեգնեցի ես։ Հետաքրքիր է, որ մի քանի երկրի կառավարությունների պատվիրակության անդամներ խնդրեցին առանձին խոսել ու հասկանալ, թե որն է Ալիևի կապրիզների հայտապնդած նպատակը։ Հասկանալի պատճառներով չեմ տալիս այդ երկրների անունները, որոնց հետ երկար զրույց ունեցեմ։ Իդեպ առանձնակի ուշադրության է արժանացրել առաջին հարցը տված թուրք падգամավորի մոտ, ով պարզվեց քուրդ է ու խնդրեց երեկոյան հանդիպել մյունխենցիների հետ հավաքի շրջանակներում։ Ահա այս ամեն ինչին գիտակցաբար մոտեցող մարդու գործունեությունը իր շատ մեղմ հնարավորություններով եւ ահա ձեր գործունեությունը ձեր ավելի լայն հնարավորություններով։ Վայ, վայնասուն եւ աշխատանք։ Սա է։ Ինձ համար ձեր ուժեղ, չգիտեմ, ուժեղների կուտոկը շատ թույլ է մի հատիկ Ստյոպա Սաֆարյանի առաջ։ Իր գործառույթներով, գործունեությամբ, պատասխանատվությամբ, ըմբռնողունակությամբ, աշխարհընկալմամբ, աշխարհաճանաչությամբ եւ այլն եւ այսպես շարունակ։ Հասկացանք իրար։ Մոտավորապես այսպես դա ասելիքներ բնականաբար մնացին, բայց ժամուկ էս մոտավորապես եթեր ենք անում, ժողովուրդն առաջարկում եմ այսքանով սահմանափակվենք, մենք դեռ շատ խոսելիքներ ունենք ու դեռ շատ կխոսենք։ Առաջարկում եմ զինվել համբերությամբ, որովհետև գիտեք թե ինչեր է սպասում առաջիկայում, ոչ մեկին պատրաստ չի հեշտությամբ ինչ-որ բան զիջել, որովհետև խոսքը գնում է մեր պետության կայացման, ամրապնդման մասին։ Իսկ օտար կողմերից, օտար քամիներով ու հրահանգներով աշխատող ուժերը, ես չեմ խոսում նրանց շարքային մարդկանց, մենք դա չեն ընդունի, կխնդրեմ, որ Հայաստանի կամ առավել եւս Արցախի անունը, առավել եւս պատերազմի անուն դուք մի տվեք, այնքան բաներ ջրի երես կայելնի։ Կարող է հանկարծ մի ամիտ վաղներ օրինակ կարդամ, ձեզ բացատրեմ, թե ինչքանով էր վտանգավոր, երբ որ Ռոբերտ Քոչարյանը այդպես մի բանի ժեկի թղթով եկավ դարձավ Հայաստանի Հանրապետության ղեկավար կեղծիքներով եւ դրեց Հայաստանի Հանրապետությանը հակապարտության արդեն կողմ դարձրեց, որտեղից սկսած, որ մենք բոլորս դարձանք այո միջազգային իրավունքի տեսանկյունից օկուպանտներ։ Դրա մասին իմ կարծիքով վաղը, եթե սա ձեզ հետաքրքիր է։ Բարի գիշեր ձեզ, չմտածեք ամեն ինչ շատ լավ է լինելու, կհանդիպենք։